Նիկոլ Փաշինյանի վարկանիշը օրեցօր նվազում է եւ սա ակնհայտ փաստ է, բայց նաեւ հարց է առաջանում, իսկ ովքեր են, ինչ որակի մարդիկ են, որ դեռ լսում են նրա ցինիկ կոչերն ու մասնակցում նրա նախաձեռնած աղանդավորական զազրելի քայլերին, ովքեր են, որ դեռ հետևում են երկիր հանձնածին ու հանձնողին ու հոժարակամ խաբվում թիվ 1 ստախոսի կողմից։ Լրագրողական տեսախցիկները հստակ ֆիքսում են ազգադավի հավաքների մասնակիցներին ու ջրի երես հանում այն շերտին, որին Նժդեհը ներքին տականք էր անվանում։ Արձանագրենք, բացի ԿՊԱ-ական փոքրիկ ագրեսիվ խմբակի անդամներից, որոնք տարբեր փաստերի համաձայն օտարերկրյա գործակալներ են ու երդվյալ թրքասերներ, Նիկոլի կողքին կանգնածները ստամոքսի համար մեռած, անհայրենիք, ստորաքարշ մարդիկ են, որոնք չեն խորշում ազգուրացի հրահանգները կատարելուց եւ թուրք-ադրբեջանական գումարներով սնվելուց։ Հիմա եկեք տեսնենք, թե ովքեր էին երեք Նիկոլի հրահանգով դուրս եկել աղանդավորական ուխտերթին։ Տեսախցիկների աչքից չէր վրիպել արցախցի գեներալ Կարեն Շաքարյանի մասնակցությունը Նիկոլի պիղծ երթին, ով 2020 թվականին Արայիկ Հարությունյանից Արցախի հերոսի կոչման էր արժանացել։ Շաքարյան Կարենը ծնունդով Հադրութի շրջանից է, Խծաբերդ գյուղից ու հիմա կանգնել է իր հայրենիքը ծախած Փաշինյանի կողքին։ Սա Տեր-Վրդանեսի տեսակն է, ով բնակարանը չկորցնելու համար դարձավ տիրադավ։ Սրանք ոչնչով չեն տարբերվում հայրենիքը հանձնած դավաճանից։ Սրանք ուրացել են նաև Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ինչպես ասում են, ավելացնելու բան չկա։ Նիկոլի երթի մասնակից էր դարձել TikTok-ում իր հայոյախոսությամբ հայտնի Գեորգիքսը։ Պատկերացնում եք, սա դուրս է եկել երթի հայ եկեղեցին բարենորոգելու համար։ Իսկական զավեշտ։ Կարեն Ղազարյան Հայաստանի կավեին ասոցիացիայի նախագահն էր, հիմա մարզահամերգային համալիրի տնօրենը։ Facebook-ը պայթում էր գրառումներից, մարդիկ հիշեցնում էին. Կազարևիչ, չես հիշում եղբորդ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, ով այս ազգադավի զոհը դարձավ։ Կազարևիչ, ինչի դիմաց ես վաճառել քո հոգին։ Փաշինյանի աջակից է նաև այս մեկը, ով երթի ժամանակ ուխտի պես գղտացել էր լրագրողի վրա։ Facebook-յան օգտատերերից մեկը դիպուկ գրել է. սրանք լրիվ ուխտ են, սրանք հավաքածու են, ոնց են այս տեսակին պեղել հավաքել միտեղ։ Խի ես գղտում լրագրողի վրա, այ կալի ես։ Էլ չենք խոսում օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնող Դուրգարյան Վրեժի մասին, ով հայ եկեղեցու ու ամենայն հայոց կաթողիկոսի դեմ պայքարի առաջամարտիկներից է դարձել։ Սա էր, որ նիկոլականներին մայր տաճար մտցնելու համար սմբակներով տրորում էր Մայրաթոռի տարածքում ամփոփված կաթողիկոսների շիրիմները։ Աղանդավոր Նիկոլի հետևորդների շարքում ավելի վաղ տեսանք նաև երգիչ Մեհեր Արմենիային, ով 2021-ին խստորեն քննադատում էր Արցախը հանձնածին, անգամ հացադուլ արեց ու հայտարարում էր, հացադուլը կդադարեցնի միայն այն ժամանակ, երբ Փաշինյանը հրաժարական տա, բայց վերջերս մասնակից էր դարձել Թալինի եկեղեցում Փաշինյանի կեղծ պատարագին ու ստորաքարշորեն սեղմել դավաճանի ձեռքը։ Դե էլ չենք խոսում ամոթալի անցյալ ու ներկա ունեցող տիրադավ չեպիսկոպոսների մասին։ Ինչպես իր խոսքում դիպուկ նկատել էր Միքայել Սրբազանը, մեկուսարանից հղած իր նամակում։ Հիրավի հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին խղճալիներին, անամոթը անպատկառներին, անբարոյականը բարոյազուրկներին, ճղճիմը չնչիններին։ Իսկ ազգակործան Նիկոլի հրահանգները կատարողները, նրա կեղծ պատարակներին մասնակիցները պիտի մի բան լավ իմանան։ Կանգնելով նրա կողքին հավասարաչափ կիսում են նրա բոլոր մեղքերը, 44 օրյա պատերազմի պարտությունից մինչև Արցախի հանձնում, Հայաստանի տարածքների զիջում ու հիմա էլ թուրքական արշավի անմիջական մասնակիցներ են ընդդեմ հայ եկեղեցու։ Մեջբերենք Միքայել Սրբազանի խոսքը։ Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը եւ ճիշտ ախտորոշում կիրականացնի։ Սա էլ կանցնի, իսկ հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո։